Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատուն է, ես Նազել Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայքեջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ, Ժամանակակից արվեստի ինստիտուտում բացվել է ողջույն նկարիչների միության Անդր Շիրիմյան աշխարհից կամ պաշտոնական արվեստը մեռել է ցուցահանդեսը։ Այն պատմում է նկարիչների միությունում 1988 թվականի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած հայկական առաջին պատմական պերֆորմանսի մասին, որը թերևս առաջին դիմադրությունն էր պաշտոնական արվեստին։ Ցուցահանդեսի համադրողներ Շողակաթ Ղազարյանն եւ Ռուբեն Արևշատյանն են մեր հաղորդման հյուրերը։ Ես սիրով ողջունում եմ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Նախ եկեք սկսենք գաղափարից, թե ինչպես ծնվեց առհասարակ այս ցուցահանդես, այս պերֆորմանսի շուրջ ցուցահանդես ստեղծելու գաղափարը։ Ու նաև թե ինչն է այս 1988 թվականի այս իրադարձությունը արվեստային հայկական արվեստի պատմության մեջ այսպես իրադարձային եւ կարեւոր։ Սկսեմ ասել երկու բառ, թե ոնց այս ցուցահանդեսի պրոյեկտը սկսվեց։ Սկսեց մի քիչ պատահական, հանդիպում ունեցա մի 3 տարի առաջ Արամ Ուրուտյանի հետ, որը ճանաչում են որպես դիզայներ Տիգրան Մեծ տպարանում, բայց քչերը գիտեն, որ Արամ Ուրուտյանը ուրիշ կյանք է ունեցել ջահելվաղտ, ինքը 80-ական թվերի, 90-ական թվերի սկիզբը Մերգելյանում էր աշխատում, բայց ինքը սիրողական լուսանկարիչ է համել եղել ու շատ էր սիրում երրորդ հարգի անդամներին, Սև Հենդոյին, Աշոտ Աշոտին, Գեգամ Խաչերյանին, Կարո Մկրտչյանին ու Վահան Ռումելյանին ու ուրիշներ ու անընդհատ իրանց հետ էր հենց ազատ ժամանակ ուներ ու լիքը լուսանկարներ էր արել ու ես մի օր տեսել էի այդ արխիվները մեկի մոտ լուսանկարչության ու որոշել էի հանդիպել, որ մի քանի հարց տա իրան ու խոսակցության մեջ մեկի ասում է այս Անդր Շիրիմյան աշխարհի happening-ի ես նկարել եմ ֆիլմով ինձ թվում է լավ չենք իրար հասկանում ու ուրիշ բան ա մտածում որտեվ եթե տենց ֆիլմ գոյություն ունենար կիմացվեր, որտեվ այնքան հայտնի happening-ա մեր պատմության մեջ, որ տենց տիպի մատերիալությունը հաստատ կա, բայց համե գրգռված է զում էի ճարեի տենայ, ասեցի կարող ես նայել մոտդ որտեղ է, ասեց հա կնայեմ, մանեկավ չգտավ, դու հիշեց, որ կամերայի մեջ է մնացել, ոչ մեկ չի տեսել այդ ֆիլմը իրանից բացի, կյանքում չի ցուցադրվել, ու հələ կամերայի մեջ էր մնացել, ու կամերան ընկերոջն էր նվիրել։ Ուրեմն կորելա 10-մյա ծանգի ընկերոջը խորթային ժամանակներից մինչև այսօր, հա, մնացել է 88 թվին կամերայի մեջ է մնացել։ Ու հետո ընկերոջն է զանգում ու մեկի բարձվում է մահացել այդ ընկերը։ Իսկ ասի վсё կորելա։ Մեկի մի քանի վաղ հետո զանգում ասում է գիտես իր ընտանիքի մի կարծեմ եղբորն եմ տեսել պատահական, խնդրեցի կարող է ինչ-որ sense տիպի ֆիլմ կամ կամերա բան ու գտել են դու մի ասա հենայնա գցում էին այդ ամեն ինչը բայց հայտնվեց այդ ֆիլմը որ հրաշքեր հետո վերեց ասես լավ քեզ եմ նվիրում դու կիմանաս ինչ անես ու ինչ-որ պարտքի զգացմունք ունեցա համ իր նկատմամբ համ էլ էս երևույթի նկատմամբ որտեվ տենց կարևոր դոկումենտ որ հայտնվում է ինչ-որ բան է պետք անել ճիշտ է շատ հայտնի է բայց լիքը ինֆորմացիա պակասում էր ու այդ ֆիլմը տարբեր բաներ էր բերում ու որոշեցի մի քիչ քչփորել ու գտնել ամեն մասնակիցին ու ինտերվյու անել նույն հարցերը տա մոտավորապես 10 հարց թե ոնց իդեան առաջացավ ինչ էր իրանց համար Անդր Շիրիմյան աշխարհը ոնց հանդիսատես է դի ամեն ինչ հասկացու տարբեր հարցերով որ իր ամեն մեկի տեսանկյունը ստանամ համել ու հետո խոսացի Ռուբենի ու Նազարետի հետ ինչ որ մի ձևի մի բան անենք ու գիտեմ Ռուբենը շատ հետաքրքրված էր այդ իդեայով որ ինչ որ մի գործի շուրջ ֆոկուս արվի ցուցահանդես որ տարբեր ու իր շերտերի տարբեր նշանակությունները հասկանալ ու սկսեցինք իրար հետ աշխատել մի տարի ու ուրիշ մատերիալներ հայտնվեց օրինակ Արման Գրիգորյանը պերֆորմանսի վաղ ցենց տախտակուն էր կախևրեն վրան գրած էր Անդր Շիրիմյան աշխարհ ու մենք շատ ենք ուզում ինչ որ մի մասնի կլներ այդ շորերից հակուսնեց բայց չենք սպասում որ կհայտնվի Արմանը մեզ ասել էր իսի այթեմ պահել եմ բայց չգտավ ու մահացավ ու ոնց որ դասի վсё կապը կտրվեց իր համ իր հետ բարձա համ էլ արխիվների հետ բայց
Ռուբենը շարունակեց այդ հարաբերությունը իր ընտանիքի հետ, ինձ թվում է շատ կարևոր է նշել այդ ժառանգների դերը այս ամեն ինչի մեջ ու իրանք գտան այդ տախտակը ու հետո էլի համարյա վերջն էր ցուցահանդեսը մոտիկանում էր ու Ռուբենը գտավ լիքը սլայդեր գունավոր այդ պերֆորմանսի համ պերֆորմանսի ֆոտոներ էին համ էլ ոնց են պատրաստվել լավ գույն ստացավ այդ պրոյեկտը շատ լավ կարող ենք կարճ ներկայացնել թե ինչ էր իրենից ներկայացնում այդ պերֆորմանսը քանի որ հիմա մեզ լսողները հաստատ չգիտեն այդ մասին մենք էլ նոր ենք ոնց որ թե ուզում իմանալ 88 թվականին ինչ տեղի ունեցավ Ռուբեն գուցե դուք այսպես շատ կարճ փորձեք ներկայացնել 88 թվական նախ եւ առաջ պետք է ասենք որ 87 նկարիչների միությունում էր տեղի ունեցել այդ happening-ը եւ 87 թվականին տեղի էր ունեցել այդ խմբի դեբյուտը դեռևս այնց կիսա պաշտոնական մակարդակի վրա նույնիսկ խումբը չուներ դեռևս ձևավորված անուն, երրորդ հարկ անուն, ավելի ուշ է գալիս այդ անունը, բայց խումբը իր մեջ ներառում էր վերջին հաշվով գոյություն ունեցող այլընտրանքային արվեստի շարժման կամ ավելի ճիշտ կլինի ասել նույնիսկ շարժման տարբեր հատվածների արվեստագետների որոշակի միավորում եւ 87 թվականին եթե տեղի ունեցավ հայտնի այդ ցուցահանդեսը երրորդ հարկը դա այն տարածքն էր որտեղ որ ցուցահանդեսներ չէր անցկացվում եւ Պերեստրոյկայի ժամանակաշրջանն էր նկարիչների միությունը մեծ ժեստ արեց տրամադրելով երիտասարդ արվեստագետներին, որոնք որ կարելի ասել մարգինալացված էին, տեղ չէին գտնում ոչ մի պաշտոնական ցուցահանդեսի շրջանակներում, ասեցին բարձացեք վերևը ինչ ուզում եք արեք։ Եվ վերջին հաշվով այդ ցուցահանդեսը ոչ միայն սկիզբ դարձավ երրորդ հարկ շարժմանը, այլ նաև ինքը լուրջ փոփոխություններ մտցրեց նաև ցուցահանդեսային գոյություն ունեցող պրակտիկաների մեջ։ Իսկ արդեն 88 թվականին մինչև այդ happening-ը տեղի ունեցել արդեն մի քանի ուրիշ թե միջամտություններ, թե կոլեկտիվ գործողություններ, նաև մի խումբ գնացել էր արդեն ունեցել էր հնարավորություն շրջագայելու, գնացել էին Նարվա, որտեղ տեղի էր ունեցել մի հատ մեծ հանրագումար ուժ խորհրդային այլընտրանքային շարժումների տարբեր հանրապետություններից եւ վերադառնալուց հետո Արմանի եւ Քիքիի մոտ այդպիսի մի գաղափար է առաջանում է ինչից որ նրանք փորձել էին գործեր ներկայացնել ուրեմն հերթական պաշտոնական նկարիչների միությունում կազմակերպվող հանրապետական ուրեմն ցուցահանդեսին Աշնանային ցուցահանդեսին գործեր ուրեմն չէին ընդունվել, չէին անցել, շատ բաներ, սովորական բաներ, վիճակներից մեկն էր, եւ դրանից հետո վերադարձել էին տուն, նստել են, քննարկել են, թե ինչ անենք, ոնց անենք, զուգահեռ ուրեմն ֆիլմ էին դիտում, բանի հիշում եք Մայքլ Ջեքսոնի Thriller-ը, որտեղ այդ բանը զոմբիներ եւ բանից դուրս են գալիս, գետնի տակից, գերեզմանների տակից, ուրեմն եւ ասոցիացիա առաջացել նրա հետ կապված, որ շատ նման է, այդ իրավիճակը մոտավորապես այն իրավիճակին, որը գոյություն ունի նկարիչների միությունում ուժ խորհրդային արվեստի ներկայացման կարևոր ուրեմն ինստիտուցիաներից մեկում, այսինքն ցուցահանդեսներ են, որոնք կրկնվում են, ցուցահանդեսներ են, որտեղ որ դու չես տեսնում որևիցե նոր արվեստ, նոր խոսք
Եվ բացի նրանից, որ նոր արվեստ չես տեսնում, դու տեսնում ես նաև հանդիսատեսին, որը որ գալիս է եւ որևիցե հարաբերություն կարծես չունենալով այդ արվեստի հետ պարզապես ներկա է, այսինքն մեռած վիճակ։ Եվ այդպիսի մի միտք է առաջանում իրենց մոտ այդ իրավիճակը վերարտադրել հեփնինգի լեզվով, հանդես գալ որպես կենթանի զոմբիներ, մտնել ցուցահանդեսային տարածք բացման ընթացքում, պատտվել դահլիճներով, հա, կարծես մեռած հայացքով, որևիցե հարաբերության մեջ չմտնելով ուրեմն հանդիսատեսի հետ, պատտվել եւ դուրս գալ, այսինքն միևնույն ժամանակ ցույց տալ հանդիսատեսին, որ իրանք են իրանց պես զոմբիներ, մեռած եւ ինչ որ շրջապատում է իրենց, այդ նույնպես ուրեմն պատկանում է անդրշիրիմյան աշխարհին։ Իսկ հետաքրքիր է թե ինչն էր այս պերֆորմանսը դարձնում առավել դիմադրողական, այսինքն առավել այսպես շատ ակտիվ, ոչ միայն որպես արվեստագետ, այլ նաև որպես քաղաքացի, ասենք, օրինակի համար, որտեղ ժամանակները փոխվում էին կարծես այդ շրջանում եւ ավելի հեշտ էր ներկայանալ այդ կերպ, կարծեմ Գորբաչովյան շրջանը թույլ տալիս էր, չէ, այդպես ինչ որ իմաստով ավելի ազատ լինել գուցե։ Ну, պետք է հասկանալ Գորբաչովյան շրջանը կարևորագույն հեղափոխական շրջան էր։ Դա լուրջ փոփոխություններ բերած շրջան էր, բայց հնարավորություն ընձեռնող շրջան էր դա։ Չպետք է հասկանալ, չպետք է պատկերացնել, որ կային արվեստագետներ, sense որպես օպորտունիստական, հա, այդպես ասած, դիրքերից ելնելով, այսինքն ստեղծվել է հնարավորություն, մենք հիմա այդ հնարավորությունը կօգտագործենք, ոչ։ Այդ իրավիճակը կար, գոյություն ունեն շատ արդեն վաղուց ձևավորված այլընտրանքային շարժման տարբեր խմբավորումներ, պարզապես շարժումները սկսել էին արդեն 88-ից, շարժումները գոյություն ոչ մինչև 88 թվականը, դու կարող եք հետևել, տեսնել, որ արվեստագետները, որոնք որ գործում էին նույն երրորդ հարկում, իրենց գործունեությունը սկսվել է շատ ու շատ ավելի վաղ։ Դրանից զատ, այսինքն կային նաև ուրիշ արվեստագետներ, որոնք մասը չէին կարծում երրորդ հարկ խմբի, բայց միևնույն ժամանակ իրենք գեներատորներն էին այդ նույն այլընտրանքային արվեստի շարժման։ Այսինքն Պերեստրոյկան ձևավորեց, ստեղծեց այդ տեսակի մի հնարավորություն, որտեղ որ ինստիտուցիաները պաշտոնական ստիպված եղան նաև գնալ որոշակի քայլերի բացվելու, այսինքն չլիներ Պերեստրոյկան նկարիչների միությունը 87 թվականին կասկածում եմ, որ թույլ տար երրորդ հարկում անցկացնել նման ցուցահանդես։ Լավ, իսկ ինչ հետևանքներ ունեցավ այն ի վերջո, չգիտեմ, շողակատ ձեր հարցազրույցները ինչ արդյունք ունեցան ձեզ համար։ Առաջերտի շատ բաներ կար, որ ինչ որ մի ձև էի պատկերացնում այդ ամեն ինչը, բայց պարզվեց, որ տենց չի։ Օրինակ առաջերտին ես համոզված էի, որ սուրսը ոգևորումը գալիս էր օրինակ զոմբի կինոներից, Ռոմերոյի կինոն, օրինակ The Night of the Living Dead, բայց որ հարցրեցի, ոչ մեկը չէր տեսել, ոչ մեկը չէր նայում զոմբիների կինոներ, օրինակ։ Պարզվեց, որ Քիքին ու Արման այդ իդեան ունեցան Մայքլ Ջեքսոնի Thriller նայելուց, ու որ բոլորին հարցրեցի, թե որն էր ձեր պատկերացումը, շատ տարբեր էր, օրինակ ամեն մեկը տարբեր մոտեցում ունեցավ, օրինակ Քիքին որպես վիրավորված զինվոր էր, Կարինե Մացակյանը ասում էր, ես այդ կինոն էի տեսել վախտին վամպիրի Դավիդ Բոուի ու Կատրին Դնովը խաղում էին մեջը, շատերը կային մետալ ռոքից էին ազդված, Աշոտ ու Արման Գրիգորյանը ավելի կոնցեպտուալ մոտեցում էին ունեցել, օրինակ Արման Գրիգորյանը գրել էր այդ Անդրշիրիմյան աշխարհը, իսկ Աշոտը մեջքի վրա գրել էր Nature Morte, մեռած բնություն, հենց որ ամեն մեկը շատ տարբեր էր, օրինակ այդ հարցը, ու ոնց ընդունվեց, ու շատ շշկրված էին մարդիկ, այդ էինք ասում, քլուն էին մտածում կամ Սումգայիթը, ու շատ խառը ձևի ընդունվեց, ու ինձ թվում է
մտածել իմպակտը շատ դժվար է իմանալով որ տեսել են այդ պերֆորմանսը մենակ քիչ մարդիկ ովքեր կային հետո կարող է մի քանի հոգի տեսնել որտեվ գարունի ու մշակույթի ու այսօր ամսագրիների մեջ տվել են մի քանի հատ լուսանկարներ բայց շատ քիչ է ու ինձ թվում է մի քիչ ոնց որ շատ հաճախ է լինում պատմության մեջ մի քիչ ավելի ուշ որ սկսում են հետաքրքրվել քիչ թե շատ Աջո Պարաջանովից սկսեց հետ մարդիկ հետ գալ այդ happening-ին որտեվ չեմ կարծում այսօրը 93 թիվու միջև Աջո Պարաջանով ինչ որ շատ չեմ կարծում տարածված լինեին այդ լուսանկարները ու այս վերջերս սկսեցին մարդիկ նորից վերադառնալ ու իսով ենք այս ցուցահանդեսով ավելի ու ինքը իր տեղը կգտնի մեր պատմության մեջ որ արդեն կա ինչ որ մի ձևի Եվ որքանով հասկացա հեռուստատեսությունը նկարեց, չէ, այդ մուտքը իրենց չկար, կարծեմ թե կար։ Քիքին ասեց տեսել է մարդիկ նկարել են, բայց չգիտենք որտեղ են այդ ֆիլմերը։ Դա ուրիշ խնդիր է կապված ուրեմն հայկական արխիվային գործունեություն Հայաստանում արխիվային գործունեության հետ, այսինքն թե ինչպես է որտեղ են այդ արխիվները, պահպանվել են արդյոք այդ նյութերը։ Ինչն են պահպանվել, ինչը չէ։ Նկարիչների միությանը ես հարցրեցի, ասին այդ պերիոդի արխիվ չունենք։ Հնարավոր է որ հանրային հեռուստատեսությունը ունենա իր արխիվներում, բայց դժվար է։ Եթե մեզ լսում են ու այդ արխիվում կա, խնդրում եմ օգնեք։ Օգնեք մեզ, ուղարկեք այդ ֆիլմը։ Իսկ նկարիչների միությունում ամեն դեպքում ինչպես եղավ արձագանքը կա, ասենք մնացած ինչ որ մի տեսակի պատմություններ դրա հետագա տարի ընդունեցին իրանք։ Ոնց որ Ռուբենը խոսում էր մի քիչ առաջ ինչ որ այդ տարիները պերեստրոիկայի ինչ որ ազատությունը սկսում էր ինչ որ մի ֆորմայով ու երրորդ հարկը ոչ լրիվ հալածված էր, ոչ էլ ընդունված, ինչ որ այդ արանքի մեջ էին գործում ու ինձ թվում է այս 88-ից հետո մի քանի ամիս հետո արդեն 666 ցուցահանդեսներ երրորդ հարգի ու իսկական իրանց եւ էլի նկարիչների միությունում բայց էլ ոչ երրորդ հարգում այլ իսկական իրանց դահլիճներում այնց որ ինչ որ այդ փոփոխությունը տեղի ունեցավ իսկ ընդհանրապես ինչ կապ կամ թեկուզ հակադրություն եք տեսնում այդ պերֆորմանսի եւ ընդհանրապես ժամանակակից արվեստի հետագա զարգացումների հետ կապված Հակադրություն դժվար է հիմա կենտրոնանալ հակադրությունների վրա, ես կարող եմ խոսել նրա վրա, որ կապը շատ ուղիղ էր, որովհետև այդ պերֆորմանսը իրենից ներկայացնում էր ժամանակակից արվեստում կարևորագույն մի, այնպես ասած, հատվածի, որը կապված է ուրեմն ինստիտուցիոնալ քննադատության հետ։ Բազմաթիվ նմանատիպ դուք կարող եք տեսնել միջազգային արվեստի պատմության մեջ տեղի ունեցած ուրեմն ինստիտուցիոնալ քննադատության տարբեր տեսակի պերֆորմատիվ գործունեություններ միջամտություններ սա Հայաստանում այդպես ասած առաջին շատ երևացող ռադիկալ կարելի է ասել եւ նաեւ արձագանք ունեցող քայլ էր միջամտություն էր մենք երեք էինք քննարկման ժամանակ դրա մասին խոսում ինչպիսին էր ակնկալիք արվեստագետների թե հանդիսատեսը ինչ ռեակցիա պետք է տա, հետո իրանք որոշակի առումով հիասթափված էին, բայց ես հիշեցի մի բան, որ ու երբ մենք նայում էինք եւ ցուցադրում ենք Արամ Մուրուտյանի նկարահանված ֆիլմը, դա էլ է երևում, որովհետեւ բացի նրանից, որ երևում է հենց բուն միջամտությունը, միջամտության մասնակիցները, երևում է նաեւ հանդիսատեսը Օրինակ համար արվեստագետները Աշոտը, Վահան Արոմելյան խոսում են նրա մասին քիքին, պատմում են նրա մասին, որ շատ բան էին անտարբեր էր հանդիսատ։ Իրականում անտարբեր չէր։ Շատ շփոթված էր։ Շփոթված էին։ Իրականում շատ շփոթված էին։
եւ մեկ որ թվում էր թե այդ անտարբերություն որ նրանց աչքերում կամ իրենց կեցվածքում կար անտարբերություն, այդ անտարբերությունը նույնպես խաղարկված անտարբերություն էր շփոթվածության արդյունքում։ Այդ շփոթվածությունը դուք կարող եք տեսնել նկարիչների միության շուրջ հավաքված այդ պաշտոնական կամ գոյություն ունեցող արվեստագետների դեմքերին, հանդիսատեսների դեմքերին, նրանց շարժուձևի մեջ, երբ որ միշտ տեղի էին ունենում երրորդ հարկի ցուցահանդեսները, երրորդ հարկ շարժման ցուցահանդեսները, կամ երբ որ ցուցադրվում էր ինչ որ մի բան, որը դուրս էր ձևավորված եւ հաստատված կլիշեներից։ Դա առաջացում է շփոթմունք, որովհետև չէին հասկանում ինչ է տեղի ունենում, բայց միևնույն ժամանակ փոխվել էր ժամանակը եւ չկար միջոցը նաեւ հիերարխիկ ազդեցության, հա, որ ասելու որ այն ինչ որ դուք անում եք այստեղ այլևս տեղ չունի։ Դա փոփոխությունների ժամանակաշրջան էր։ Եվ կոնկրետ այդ միջամտությունը իրականում թողեց շատ կարևոր հետք եւ հիշողության մեջ պահպանվեց, մնաց որպես փոփոխությունների խթանող, հա, մի միջամտություն։ Իսկ ընդհանրապես արվեստի պատմության հիշողության մեջ մնաց դա, ասենք հետագա զարգացումները, եթե այսպես փորձենք նայել։ Արվեստի պատմության հարցը բարդ հարց է, որովհետև պետք է ի նկատի ունենալ նաև դինամիկան այդ զարգացումների։ Դուք ի նկատի ունեցեք, որ այդ փոփոխությունների ժամանակաշրջանին եկավ հաջորդելու 90-ականների ժամանակաշրջանը, որը նույնպես բուռն էր, չափից դուրս բուռն էր, եւ այլընտրանքային արվեստը ունեցավ այդպես ասած իր զարգացման ամենածաղկուն շրջանը, բայց պետք է նկատի ունենալ նաեւ մի ուրիշ հարց, որ պատմականացման process-ը ինքը փոխկապակցված է ինստիտուցիաների կայացման հետ։ Ինստիտուցիոնալ իրավիճակի ձևավորումը դա այդպես ասած մշտական մտահոգությունն էր նույն այլընտրանքային արվեստի շարժման։ Ինքը անընդհատ փորձում էր ինքնաինստիտուցիոնալիզացվել։ Գոյություն ունեցող որտեղ ինստիտուցիաների հետ դժվար էր հարաբերվելը։ Նկարիչների միությունը դա մի բան էր, ժամանակակից արվեստի թանգարանը դա ուրիշ մի ինստիտուցիա էր, որը լրիվ ուրիշ պարադիգմի մեջ էր, ուրիշ պատկերացումների մեջ էր եւ պետք է ուղիղ ասել, այսինքն, հա, այդ պատկերացումները չէին կիսում։ Այո, բայց ընդհանրապես պերֆորմանս երևույթը դուք տեսնում եք ինստիտուցիայի ներսում, որպեսզի կայանար ու լիներ համաձայնեցված։ Այնտեղ բանում տեսանյութում ես ֆիքսեցի այդ պահը, որ կարծեմ արվեստաբան ով էր արվեստաբաններից, որ բացում էր անում այդ Պողոս Հայթայանը։ Այո, Պողոս Հայթայանը ասել էր դուք կգայիք, մեզ կդիմեիք, մենք ձեզ այդ հնարավորությունը կտայինք, ինչու մեզ տեղյակ չեք պահել, թե դուք ինչ եք ուզում անեք ամեն դեպքում։ Պետրոստրոյկայի բանն էր։ Խեք լուսամուտներից մտեք, արագ մտնեք։ Ասեք կթողնենք։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ պերֆորմանսը արդեն չէր լինի պերֆորմանս, եթե ասենք նախապես համաձայնեցվեր եւ այլն եւ այլն։ Պիտի անակնկալ լիներ այդ իդեան, հա։ Ինչ վերաբերվում է անձնական մոտիվացիային, որպես համադրողներ, դուք յուրաքանչյուրդ ունեք ձեր անձնական մոտիվացիան, հատկապես այս ցուցահանդեսում։ Գիտեմ, որ Շողակաթի հայրը Աշոտն է, որը էլի մասնակիցներից մեկն է եղել, արդյոք դա է հիմնական մոտիվացիան։ Իմ համար այս պրոյեկտը երկու տիպի մոտիվացիա կար, համ պրոֆեսիոնալ, որտեվ հասկանում եք, sense մեծ կարևոր պերֆորմանսա մեր պատմության մեջ, տենց այս ու
Իդեպ ոչ միայն Աշոտ, այլ ձեր մայրը նույնպես չէ, Հայկուհին նույնպես այո, պրոֆեսիոնալ հետաքրքրությունը կար 8000 արխիվեր դուրս եկե, երկրորդ մասը հա պարզ է, ինչ որ շատ անձնական էր, որտեղ այսպես ասած համարյա սա կեսը գոնե մասնակիցներից ինչ որ իմ բարեկամներն էր, առաջերտին իմ հայրս Աշոտ, համել մայրս էլ է մասնակցել, ինքը արվեստագետ չէր, բայց մոտավորապես մենք ջոգեցինք, որ համարյա 20 հոգի է մասնակցել այդ պերֆորմանսին, շատ ասում են երրորդ հարկ, հա, բայց մենակ նկարիչներ չէին, լիքը ջահելներ կային ու մարդիկ իրանց անտուրաժից, ոնց ասում են կազիրոկի կամաններ, որովհետև պետքա որ զոմբիների գրուպերներ պետքա շատ լինեին, թե չէ հետաքրքիր չէր, ու լիքը ուրիշները մասնակցել են։ Ճիշտ ասած, ես չգիտեի, որ մայրիկը մասնակցել է, պատահական գարուն ամսագիր 89 թվին, որ բացեցի, ու տեսա պապաս, մամաս ու Կարինե Մացակյանը Պոլին պարկած մերել են ձևանում, ասի, բայ։ Ու բազա ես մեծացել եմ ամե Պուճրվախվան ճանչեմ Վահան Ռումելյանին, Կարո Մկրտչյանին, Արման Գրիգորյան, Կարինե Մացակյան, այդ որ բոլորը հարազատ են։ Չգիտեմ ինչ է փոխում, բազա ես չի նշանակում, որ այդ ամեն ինչը գիտեի, որտեղ ոչ տեսել եմ այդ պերֆորմանսը փոքր է ու մոտեցումը մեկա պրոֆեսիոնալ է։ Ճիշտ է, այդ անձնական հարաբերությունը հեշտացնում է մոտենալ իրանց, զանգել, օրը 10 անգամ հարցել տար, բայց համել պիտի հերվից էլ մոտենալ, որտեվ այդ անձնականից դեպի ավելի պատմությունը պետք է անցնել ու մեթոդոլոգիայով մոտենալ։ Ռուբեն, իսկ ձեզ կոնկրետ ինչն էր այստեղ։ Անձնականը դրած մի կողմ, որովհետև անձնապես էլ, այսինքն իմ թե ստեղծագործական գործունեությունը, հա, ձևավորվել է այդ նույն ժամանակաշրջանում, այդ նույն խմբի հետ միասին, ես էլ եմ ու շրջանում միացել երրորդ հարկի ցուցահանդեսներին մասնակցել, բայց այստեղ կարևոր է մի ուրիշ բան է եւ այստեղ պետք է շարունակեմ խոսակցությունը այդ պատմության եւ ինստիտուցիոնալ մոտեցման մասին։ Կա մի շատ մեծ բաց կապված նույն ժամանակակից արվեստի Հայաստանում ժամանակակից արվեստի 80-ականների 90-ականների պատշաճ թե ներկայացման թե ուսումնասիրության հետ կապված դա բաց է, որը պետք է լրացվի, այսինքն ցավոք սրտի եթե դուք գնում եք օրինակի համար եվրոպական թանգարաններ, արևելաեվրոպական թանգարաններ, շատ անգամ դուք կարող եք ժամանակակից արվեստի թանգարաններ, դուք կարող եք տեսնել, թե ինչ կենտրոնացում կա այդ ժամանակաշրջանի վրա, արվեստագետներ են, որոնք որ կանոնիզացված են, շարժումներ են, պրոցեսներ են, որոնք կանոնիզացված են եւ ներկայացված են շատ հստակ իրանց ձևակերպված եւ մշակված կոնտեքստուալ ձևաչափերի մեջ։ Հայաստանում ցավոք սրտի դա լուրջ բաց է եւ այստեղ ժամանակակից արվեստի ինստիտուտը, երբ մենք արդեն 3 տարի է տեղափոխվեցինք, այսինքն նոր շենք եւ ունեցանք հնարավորություն նաեւ ոչ միայն շարունակելու մեր արդեն իսկ ավանդական, այդպես ասենք, գործունեությունը, ստեղծվեց նաև հնարավորություն անել ցուցահանդեսներ, կարևորագույն, այդպես ասած, ստրատեգիկ ուղղություններից մեկը դա լրացումն էր հենց այդ բացի։ Մենք չենք կարող անել մեծածավալ ցուցադրություններ, բայց մենք կարող ենք անել խորացված ուսումնասիրություն ինչ որ մեկ պերֆորմանսի, մեկ արվեստագետի, որը կարող է դրանից հետո այդ նույն ֆորմատով վերցվել եւ տեղադրվել, տեղայնացվել, ընդհանրենք ավելի մեծ ցուցադրական ֆորմատի մեջ։ Վերջին 1 րոպեում ես կուզեի ուղղակի դուք պատասխանեք շատ կարճ, ասենք պաշտոնական արվեստը մեռել է, կոնկրետ այդ այսպես վերտառությունը ինչ կարող է այսօր փոխանցել հանդիսատեսին, ինչ որ հաղորդագրություն փոխանցում է այսօր։ Ես կուզենայի ասել, ինչ որ Արման Գրիգորյանն է ինձ ասել, ասում է, ինչ բան է,
ասում լոգիկա չկա դրա մեջ պաշտոնական արվեստը մեռել, ասում միշտ է մեռած ա եղել։ Ահա։ Ես համաձայն եմ։ Այսօր էլ Դա լուրջ կա հարց այսօր է, այդպես պաշտոնական արվեստ, այդպիսի Հա, միշտ է կա։ կա դրա այդպես ասած ձգտումը քաղաքական այդպես ասած establishment-ների կախված նրանից թե ինչպես է քաղաքական այդ կառուցվածքը սկսում ձևավորվել տրամաբանությունը, որովհետև պարբերաբար պատմության ընթացքում մենք տեսնում ենք թե ինչպես է քաղաքականությունը փորձ անում արվեստը դարձնել իր գործիքը եւ այդ ժամանակ ինքը վերածվում է պաշտոնական արվեստի։ Միշտ այդպես տեսակի վիճակ լինում է։ Եվ ցավոք սրտի մենք այսօր ապրում ենք ոչ այնքան լավ ժամանակներ գլոբալ առումով, երբ կարող ենք տեսնել, որ պաշտոնական արվեստը զոմբիի պես հիմա ինքը կարող է մեջտեղ վերարտադրվում է, այո, մեջտեղ գալ եւ այդպես ասած մեզ ցույց տալ։ Շատ լավ, շնորհակալություն, թերևս այսքանը սիրելի ռադիոլսողներ, մենք այսօր խոսում էինք ողջույն նկարիչների միության Անդր Շիրիմյան աշխարհից այդ պատմական պերֆորմանսի մասին, որը տեղի է ունեցել 1988 թվականին եւ այդ մասին պատմում է Ժամանակակից արվեստի ինստիտուտի ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչեւ հունվարի 17-ը, այսինքն հնարավորություն ունեք դիտելու այն, իսկ իմ զրուցակիցները ցուցահանդեսի համադրողներն էին Շողակաթ Ղազարյանը եւ Ռուբեն Արևշատյանը, զրույցը վարեց Նազել Յոհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն